Հայաստանի իշխանությունը հստակ ճանապարհ են վերցրել դադարեցնելու համագործակցությունը Ռուսաստանի հետ անվտանգության ոլորտում։ Ռուսական կողմը իհարկե կուզենար օգտագործել հայկական գործոնը որպես ճնշում Ադրբեջանի վրա։ Փորձում են տեսնել, որ Հայաստանին դուրս հանեն կազմակերպությունից։ Ոչ թե մենք դուրս եկանք, մեզ հանեցին։ Ռուսաստանը մեսեջ է ուղարկում Հայաստանին, ասում է ուզում եք դուրս գալ, դուք եք դուրս գալու։ Ուղերձը ԵՄ-ին, որ մենք ուզում ենք ձեր հետ լինենք, նշանակում է ուղերձը Մոսկվային, որ մենք ձեր հետ չենք ուզում լինել լիատում։ Իսկ դժվար եմ պատկերացնում, որ ռուսական կողմը թույլ կտա իրեն երկրորդ անգամ խաբել, որ պայմաններից մեկը, որ ռուսական կողմը դնելու է Վաշինգտոնի առջև, դա ճանաչել հետխորհրդային տարածք իր շահերի գոտի։ Օրինակ Հարավային Կովկասը ինչով է Տրամպին հետաքրքիր։ Ոչ ինչով։ Իրականում իմ կարծիքով Հայաստանը գնում է ոչ թե արևմուտք, այլ դեպի արևմուտք լոզունգների տանք, Հայաստանը գնում է դեպի Թուրքիա։ Նիկոլ Փաշինյանին դեռևս բացահայտ հակառուսական չեն համարում Մոսկվայում։ Ամենաբարձր մակարդակով չեն գնում, որովհետև այդ հայտարարելը նշանակելու է արդեն կոնկրետ քայլ է։ Ռուս-ադրբեջանական հարաբերություններում որոշակի սառնություն է։ Արդյոք դրանից կշահեն հայ-ռուսական հարաբերությունները։ Եվ ընդհանրապես ինչ հեռանկար է սպասվում հայ-ռուսականին Մոսկվա-Վաշինգտոն ձնհալի ֆոնին։ Բարև ձեզ, Արկադի Գրիգորյանն եմ, կիզակետում այսօր հայկական հայացք Մոսկվայից։ Ռազմավարական վերլուծությունների եւ հետազոտությունների կենտրոնի ղեկավար Հայկ Խալաթյան, բարի գալուստ կիզակետ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Իզուր չասացի հայացք Մոսկվայից, հա օրերս եք այնտեղից եկել։ Ռուս-ադրբեջանական այս լարվածությունը որոշակի, որին Երևանից նաև հետևում է վերլուծական դաշտը հիմնականում։ Որքան նախ դա որքանով է լուրջ ու որքան կխորանա։ Արդյոք դա մակերեսային չէ։ Եվ ինչ է խոստանում ամենակարևորը հայ-ռուսական հարաբերություններին, օրինակ Հայաստանի Հանրապետությունը կարող է օգտվել։ Սկսեմ վերջից, չեմ կարծում կօգտվի, որովհետև օգտվելու համար դու պետք է խելացի արտաքին քաղաքականություն վարես, առաջին հերթին առաջնորդելով քո սեփական շահերով։ Բայց մենք տեսնում ենք, որ Հայաստանի իշխանությունը հստակ ճանապարհ են վերցրել դադարեցնելու համագործակցությունը Ռուսաստանի հետ անվտանգության ոլորտում, հրաժարվել դաշնակցային հարաբերությունից, դեռ չեն ուզում հրաժարվել ձեռնտու տնտեսական կապերից, բայց քաղաքական կապեր մենք տեսնում ենք հենց հայ-ռուսական հարաբերությունները նաև շատ խորը ճգնաժամ, եւ այդ պայմաններում դժվար թե Հայաստանը կարողանա օգտվել։ Օրինակ ռուսական կողմը իհարկե կուզենար օգտագործել հայկական գործոնը որպես ճնշում Ադրբեջանի վրա։ Ավելին, իմ կարծիքով հենց այդ ճգնաժամը ռուս-ադրբեջանական դրանով է պայմանավորված, ինչու Ալիևյան այդքան վստահ զգում, որտեղ նա վստահ է, որ Նիկոլ Փաշինյանը, որը, ինչպես ասացի, ճանապարհ է վերցրել հեռանալու Ռուսաստանից, հրաժարվելու այդ դաշնակցային հարաբերությունից, չի թույլ տա, որպեսզի Ռուսաստանը օգտագործի Հայաստանը որպես այսպես հավասարակշիռ կամ ազդեցության լծակ Ադրբեջանի վրա, ինչից Հայաստանը ունակ կարող է այդ պարագայում որոշ հարցերում օգտվել։ Տնտեսական լծակները Ռուսաստանի սահմանափակ են Ադրբեջանի վրա ազդելու, կարող եմ ասել փորձագետների շփումներից խորը դժգոհություն կա Ադրբեջանից, փաստացի դա եթե նախկինում որոշ չափով դիսկուսիա գնում, չնայած պետք է դա էլ խոստովանեմ, որ չնայած այդպես հայտարարությունների մակարդակով ցույց են տալիս, որ լավ հարաբերություններ են դաշնակցային, բայց այն ժամանակ էլ շատերը մանավանդ փորձագիտական շրջանակները շատ այսպես զգուշությամբ են դրա մոտ կամ իսկ այժմ արդեն բոլորի համար ապացույց է, որ Ադրբեջանը դա դաշնակից երկիր չի, որ Ադրբեջանը համատեղ է գործում Թուրքիայի հետ եւ ռուսական շահերի դեմ, այլ հաց, որ ներկա պահին իմ կարծիքով անձնական նույնիսկ Մոսկվայում չեն հասկանում ինչպես կարող են Ալիևին զսպել կամ ավելի շուտ adekvatության դաշտ բերել կամ ստիպել, որ հաշվի նստի ռուսական շահերի հետ։ Ալիևը շատ մի կողմից վստահ է իր ուժերի վրա, հատկապես ունելով Թուրքիայի աջակցությունը, որտեղ տեսեք, մենք չենք կարող բաժանել Ադրբեջան-Թուրքիա, այս պահին հաշվի առնելով, որ Հյուսեյն հոսքերը պայթեցված են, Ուկրաինան հրաժարվել է գազի տրանզիտից իր տարածքով, միակ ճանապարհով ռուսական գազը գնում է Եվրոպա, մնացել է Թուրքիան, թուրքական հոսքը։ Եվ այդ պայմաններով իհարկե Թուրքիան էլ է իր ճնշումը գործադրում Ռուսաստանի վրա, հատկապես եւ իր հետ կապված հարցում եւ Ադրբեջանի հետ կապված հարցում, բայց ուկրաինականի կարգավորման դեպքում ազատվեն, հա, Ռուսաստանի ձեռքերը, այսպես ասենք։ Դա անկասկած, որովհետեւ այդ պարագայում, ինչպես հասկանում ենք, նույնիսկ հիմա արդեն խոսակցություններ են գնում, որ Հյուսեյն հոսքերը կարող են վերագործարկվել, բայց արդեն ամերիկական միջնորդությամբ ամերիկական բիզնեսի ձեռքում է լինելու այդ գազատարը, ինչպես էլ ավարտվի ուկրաինական կոնֆլիկտի ընթացքով Ուկրաինայով էլ այդ գազի մատակարարումը սկսվել, նույնիսկ այժմ արդեն Սլովակիա եւ Հունգարիայի պահանջով, որտեղ պայմաններից մեկը, երբ որ նախկինում նրանք համաձայնվել են թե պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ երկարացնել, թե այդ աջակցությունը որոշ չափով
դեմ չլինել այդ աջակցության Ուկրաինայի, դա այն է, որ Եվրահանձնաժողովը պետք է համոզի Ուկրաինային վերսկսել տրանզիտը գազի, որը շատ ձեռնտու է այդ երկրներին, մենք արդեն խոսակցություն ունենք, ես չգիտեմ որտեղ մի քիչ Ուկրաինայի իշխանությունների քաղաքականությունը մեր իշխանությունների մոտ շատ աբսուրդ է, անտրամաբանականը չգիտես, եւ հաճախ իր երկրի շահերի դեմ է, դա մա չգիտեմ ինչ կլինի, մենք տեսանք ունենք նույն հայտնի Տրամփ-Զելենսկի այդ սկանդալը, դա վառ ապացույցներ, դա մա ի վերջո եթե այդ հարցը լուծվի, այլընտրանքային գազի մատակարարման ուղիներ ունենա Ռուսաստանը, իհարկե այդ ժամանակ Թուրքիայի գործոններ կտրուկ նվազելու Ռուսաստանի համար եւ իհարկե այդ փառագան նաեւ Ադրբեջանի գործերը այդքան լավ չեն լինում։ Բայց մեր կողմից նաեւ հյուսիս-հարավ է, հիշեք, դա էլ է շատ ռազմավարական նշանակություն ունի Ռուսաստանի համար։ Դա մայր Ալիևը մի կողմից ասում է, տեսեք, ես որ մենակ Սպուտնիկ Ադրբեջանը չեմ փակում, ես փակում եմ նաեւ BBC-ի խմբագրությունը, ես որ միայն Ռոսատունիսյան չեմ փակում, ես փակում եմ նաեւ USAID-ին, այլ հացը որ USAID-ի դեմ հենց նույն Տրամփն է շատ դժգոհ։ Այսինքն թե Հայաստանում կարճ ավարտենք այս մասը, Հայաստանում ավելի ճկուն ու ռազմավարական մտածող իշխանություն լիներ, որոշակի դիվիդենդներ, եթե ոչ ամբողջական, կարող ենք քաղել այս իրավիճակից։ Իհարկե, որովհետև եթե մինչ այդ դու միայն պետք է խոսայդ, որ ուժեղ Հայաստանը բխում է նաև Ռուսաստանի շահից, որտեղ նաև adekvatության մեջ է պահում ստիպում Ադրբեջանին հաշտվի նստել ռուսական շահերի հետ, ինչպես դա նախկինում է եղել Արցախյան հարցի արկայության դեպքում կամ ընդհանրապես հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների պարագայում մի քանի տարի առաջ դժվար է պատկերացնել, որ Ալիևը այսպիսի հայտարարություն կա, օրինակ տեսեք նույն Պուտինի ներողությունը, որ Ռուսաստանի տարածքում այդպեսին եղել, մարդիկ հասկանալով իր անձնավորությունը, իր սպეციფიკան, թե Ռուսաստանի, թե հատկապես Վլադիմիր Վլադիմիրիչի, հասկանում դա առանց այդ շատ մեծ այսպեսի բարեկամական քայլ էր Ադրբեջանի առաջնորդի։ Շատերի համար զարմանալի անգամ։ Բայց ստացվում է Ադրբեջանը նախորդից չէ, ինձ այդ ներողությունը չի բավարարում, ինձ ուրիշ ձևի ներողություն է պետք։ Ու դա արդեն այդ ամենամեծ դա այսպեսի բացասական արդյունքի բերեց հենց այդ, որ Ադրբեջանի թե նախագահան, թե լրատվամիջոցի սկնդեց բոլորն էլ հասկանում են, չէ՞, որ այդ լրատվամիջոցների բոլորը համարյա պետ ֆինանսավորման են Ադրբեջանի, որ Ռուսաստանի նախագահն ասում է, չէ, այս ներողությունը մեր դու չի, այս մի քիչ ուրիշ ձև պետք է ներողություն խնդրել եւ այլն։ Պարոն Խալատյան, ՀԱՊԿ-ն աշխատանքային կապեր է պահպանում Երևանի հետ, այս մասին ասաց կազմակերպության գլխավոր քարտուղարը, եւ Հայաստանը ասաց մնում է դաշնակից եւ կազմակերպության պարտավորությունները երկրի նկատմամբ ուժի մեջ են, իհարկե ակնարկելով, որ դա սառեցումը դեռ կա։ Այս ինչ է նշանակում ՀԱՊԿ-ը ժեստ է անում Հայաստանին։ Ну պետք է ընդունենք, որ պարբերական այդպիսի հայտարարություն անում։ Ուրիշ հաց կա, տեսեք, փաստացի Փաշինյանը այդ սառեցումով եւ այդպիսի իր հայտարարություններով սառեցում ու դուրս չգալով, տեսեք, յապկից ու յատմեից։ Դե շատ այդ նայում, շատ անտրամաբանական է, որտեղ դու ասում ես, որ կազմակերպություն կան երկրներ, որոնք քո դեմ են, քեզ վտանգ են ներկայացնում, ինչու ես մնում այդ կազմակերպություն, չէ՞, համաբանական հայտ։ Բայց Փաշինյանը իր սովետյան համաձայն որոշել է իբր խորաման քայլ անել, այդ դադարեցնելով, սառեցնելով անդամակցությունների դադարեցնելով վճարները, փոխում այնպես անել, որ Հայաստանին դուրս հանեն կազմակերպությունից, ոչ թե մենք դուրս եկանք, մեզ հանեցին։ Բայց հետաքրքիր որ օրինակ եթե հետաքրել եմ մարդկանց ովքեր ՀԱՊԿ-ում աշխատում են, թե ինչ է ենթադրում օրինակ, եթե Հայաստանը ինձ ասում են, որ 2 տարի եթե չես վճարում, դա հիմք է, որ անդամակցություն զրկեմ, բայց օրինակ ես նույն Մարիա Զախարովային հարց եմ տվել բրիֆինգի ժամանակ, ինձ զարմացեցի պատասխանեցի, չէ, միայն ձայնից կզրկենք։ Նշանակում է Ռուսաստանը մեսեջ ուղարկում Հայաստանին, ասում է ուզում եք դուրս գալ, դուք եք դուրս գալու եւ ամբողջ պատասխանատվությունը դուք եք կրելու այդ քայլի, բայց ոչ թե այնպես դուք անց անեք, մենք ձեզ դուրս հրավիրենք, դուք կանգնեք հայ հասարակությանը, ասեք դե մեզ դուրս կան։ Չէ՞, հիմա եթե մի բան է լինի, ասեմ դե հիմա իրանք են մեզ կազմակերպությունից դուրս։ Այսինքն կարող է ընդհանրապես չհանեն այդպես է դուրս գալիս։ Ձայնից զրկեն, բոլոր որոշումները, բայց հաշվի որ Հայաստանը միևնույն է ՀԱՊԿ անդամ է։ Դու այդ պայմաններում Հայաստանի իշխանությունն է շատ տարօրինակ վիճակում հայտնվում, որովհետև դու մի կազմակերպությունում ես, որի հետ ապա հույսեր չես կապում, չես համագործակցում, բայց մյուս կողմից էլ դա խնդիրներ է ստեղծում քեզ արմատյան գործընկերներ, որոնք պահանջելու են, որ ուշ թե շուտ նաև կոնկրետ քայլեր ցույց տալ, որ դու իրենց հետ ես, այլ ոչ թե Ռուսաստանի հետ։ Թրամփ-Պուտին, այս ամերիկյան ռուսականած զնհալ կոչենք, ինչ որ ռեստարտ կոչենք կամ դրա նախանշաններ, աշխարհակարգի բաժանում, չգիտեմ։ Այս ամեն ինչը կարծես թե վերլուծաբանները փաստում են, որ անուղակի արդեն սկսել է ազդել մեր ռեգիոնի, Հայաստանի նաև արտաքին քաղաքականության կամ կողմնորոշման վրա ու խաղաքարտեր է խառնել, ինչ որ առումով։ Սա որովհետև տեսնում ենք, որ Եվրամիություն գնալը այս պահին անգամ իշխանությունը երկրորդ ընթերցումով են օրենքը դեռ չի բանանում, Եվրաքվեի առաջինով արեց, երկրորդով դեռ չեն շարունակում։
Սա նշանակում է, որ հայ-ռուսական հարաբերություններում այդուհանդերձ փոփոխություն կլինի, որովհետև հակառուսական հռետորաբանությունն էլ է մի քիչ մեղվել։ Այսինքն Փաշինյանը ինչ որ բան է հասկացել եւ կարող է նորից շրջվել դեպի Մոսկվա, եւ Մոսկվան էլ արդյոք կհավատա դրան, թե որ դուք նման նախանշաններ կամ հավանականություն տեսնում եք։ Տեսեք, իհարկե այդպես քայլեր կան, մենք տեսնում ենք, որ Փաշինյանը ուզում է հասկանալ ուր է գնում միջազգային այս զարգացումները, բայց մյուս կողմից էլ հասկանալ է, որ բոլորը համար է հասկանալ, որ նույնիսկ եթե ժամանակավոր դադարվեցն Հայաստանի իշխանությունները, դա ինչպես Եվրոպայում շատեր հույսեր են կապում, որ դե 2 տարի հետո կոնգրեսի ընտրություններն են, մի մասի կարող է դեմոկրատները մեծամասնություն ստանան կոնգրեսում եւ դա մի կերպ զսպի Տրամպի քաղաքականությունը կամ ընդհանրապես 4 տարի հետո նախագահ կարող է դեմոկրատները վերադառնան եւ իրենց սովորության համաձայն այսպես նախկին քաղաքականությունը լինի, բարդ է չեն կարող գշակել, որովհետեւ տեսանք ինչ տարբերություն է օրինակ Ամերիկայի ես վերջի։ Դրանք ընդհանրապես Տրամպը արագ է գործում, ամբողջ խնդիրը հենց դա չէ։ Նույնիսկ Ուկրաինայի հարցում դա համար, բայց մյուս կողմից էլ նայեք, դուք հիշատակեցիք այդ օրինագիծը։ Հիմա տեսեք, ԱԺ-ում ես հետևում էի, փոխնախարարը Պավել Հովհաննիսյանը ասում է դա կոնկրետ քայլեր չի ընդհանրում եւ այլն եւ ասում է դա միայն ուղերձ էր ԵՄ-ին, որ մենք ուզում ենք ձեռք։ Հիմա տեսեք, հիմա Մոսկվայից նույն ոնց են նայում։ Ուղերձը ԵՄ-ին, որ մենք ուզում ենք ձեռք լինենք, նշանակում է ուղերձը Մոսկվայում, որ մենք ձեռք չենք ուզում լինել ԼԻԱՏՄ-ում։ Դե ժամանակավոր ստիպված լինելու ենք ԼԻԱՏՄ-ում, հենց հնարավորություն լինի գնալու ենք ԵՄ։ Այստեղ ինձ ժամանակին թվում է մենք գործընկերներ որ քննարկում ենք, ես սպասում եմ, որ ավելի խելացի կգտնվեն, նույնիսկ տեսնելով Մոսկվայի արձագանքը, այս Տրամփ, արդեն բարձր ընտրություններ, գոնե չեն ուղարկի ընդհանրապես ԱԺ, նույնիսկ առաջի պահեն, ոնց որ հիշում եք Հռոմի ստատուտը, ընդունեցին որոշումը կառավարությունը տարիներ անցան, երբ որ չգիտեսելի նույնիսկ անհասկանալի իրավիճակում որոշեցին վավերացնել եւ դա արդեն խնդիր։ Դեռ նախորդ իշխանություններից էր մնացել, չէ՞։ Այո, նույնիսկ այս իշխանություններն են տարիներով մնացել են։ Բայց ինձ թվում է դա ախելացի քայլ կներ դա, որտեվ միջև հասկանաս, ես օրինակ իհարկե ես գտնում եմ, որ դա սխալ քաղաքականություն, բայց նույնիսկ այդ պայմաններում դու կարող ես ասել լավ, հիմա անհասկանալի իրավիճակ է, չգիտես ոնց է դասավորվելու այս ուժերի դասավորությունը ոնց է լինելու, այդ ձեր ասած Տրամփ Պուտին հաջողության կբերի, չի բերի, եթե բերի ինչ պայման է լինելու, եթե չբերի կոնֆրոնտացիան ավելի է մեծանալու, դա ինչ հետևանքներ կարող ունենա մտածել, բայց այս պայն այսպեսի քայլեր անել անորոշ Եվրամիության պարագայում, որը բերում է նրան, որ տեսեք ռուսական կողմը բաց այդ վատ է վերաբերվում, թշնամաբար է այդ քայլին վերաբերվում, այդտեղ զգուշացումներ են շատ կոշտ գնում։ Ամենայն մենք տեսնում ենք, որ ընդհանրապես տարածաշրջանը չի հետաքրքրում, դա էլ է օրինակ անհասկանալի, եթե դու գիտես մի քանի օր է մնացել այդ վարչակազմի, այդպիսի կարևոր փաստաթուղթ, որ դու ստորագրում ես, օրինակ եթե լիներ օրինակ Բուշ-Օբամա տարիներին կամ այնտեղ Քլինթոն-Բուշ կցել, իշխանել հանրապետական դեմոկրատներ տարբեր, բայց այն ժամանակ դու կարող ես powiedziել, որ որոշակի այսպիսի ժառանգականություն կա այդ քաղաքականության մեջ եւ նոր վարչակազմը քիչ թե շատ հաշվի է նստելու նախքին, բայց մենք տեսնելով թե Տրամպը ինչպես է ատում Բայդենի վարչակազմին, հիշում եք Զելենսկու հանդիպան ժամանակ նույնիսկ վիրավոր, չհասմիջայել է մի քանի անգամ, բայց նստած ուրիշ նախագահի մոտ ասում է այդ հիմա ստուպիդ պրեզիդենտը ձեզ 200 միլիարդ ակնկալել որ Տրամպը գալու եւ կյանքի է կոչելու Բայդենի կողմից ստորագրված փաստաթուղթը մի հերավոր տարածաշրջան, որ իր համար ընդհանրապես առաջնահերթություն չէ, դա շատ նայվ է, բայց կրկին դա դու ցույց ես տալիս օրինակ նույն Ռուսաստանին, որ ես քո հետ ապագան չեմ կապում, նույնիսկ այդ հարցերում լինի անվտանգություն, լինի էներգետիկա, ես իմ սպասելիքները ամբողջը արևմուտքի ԱՄՆ-ի հետ է։ Դա այդ օրներ, բայց օրերով է փոխում սովորաբար Փաշինյանը դիրքորոշում, չէ՞, օրերով, ոչ թե ամիսներով։ Կարող է այդ կտրուկ շրջադարձին սպասենք եւ ամենակարևորը Մոսկվայում ինչպես դա կընդունեն։ Հենց այդ է, հիմա հաց Մոսկվան հիմա տեսեք, եթե կարդում ենք նույն Զատուլինը ամենահայտնի այդպես պրոայկական դիրք Հայաստանի ունեցող պատգամավորը պետդում է պատմում է, չէ՞, որ ասում եք 21 թվականին, երբ որ որոշվում էր հացազույցներից մեկում էր ռուսական մամուլը, ըստ 21 թվականին որ որոշվում էր, ինչ դիրքորոշում զբաղեցել արտահայտ ընտրությունների ժամանակ եւ այլն, այն ժամանակ մենք հիշում ենք Ռուսաստանը չեզոք դիրք զբաղեցրեց, բայց փաստացի այդ չեզոք դիրքը արդեն օգուտ էր։ Իօգուտ էր Փաշինյանի այդ չեզոք։ Չեն կարող ասել, ես չեմ կարող ասել, որ բաց այդ Փաշինյանը, բայց ի վերջո այդ չեզոքությունը խաղաց Փաշինյանի օգտին, հաշվառել որ արմության բոլոր ուժերը աջակցեցին Փաշինյանին։ Ասում եմ, որտեղ մարդիկ վախենում են, որ դեմոկրատիան հաղթանակը կբերի երակոմ հայտարարության այդ ձախողմանը եւ այլն, որոշեցին, որ փոքրագույնի ճարիքն է Փաշինյանը, եկեք չխանգարենք։ Հիմա ընդդիմությունը կհաղթի լավ է, Փաշինյանը հաղթի, դա էլի վատ չի։
Բայց մենք տեսանք, չէ՞, որ նույնիսկ քաղաքականությունից հեռու խոստումներ, որոնք բազում խոստումներ որ տվել էր Նիկոլ Փաշինյանը ընդդիմությունից առաջ, որպեսզի այդ չեզոքությունը ապահովի Ռուսաստանի, նույնիսկ դրանք կյանքի չեն կոչվել, սկսած դպրոցներից, ել նույնիսկ չեմ խոսում մյուս կետերը։ Ես հիշեցնեմ, օրինակ շատերն են մոռանում, հետո նեղանում էին Ռուսաստանի քաղաքացիների, առաջին հանդիպումը Վլադիմիր Պուտինի եւ Նիկոլ Փաշինյանի ընդդիմությունից հետո 21 թվականին ասեց. Դուք ստացաք մեծամասնություն, հիմա դուք պատրաստ եք գնալ ցավալի եւ լուրջ այսպեսի որոշումների։ Օրինակ նոյեմբերի 9-ը եւ այլն։ Նո այո, բայց մենք տեսանք, որ փաստացի այն ժամանակ Հայաստանի իշխանությունները հաղթելուց հետո մոռացան բոլոր այն խոստումները, որ տվեցին եւ դրա հետևանքներ պատուղները մեր ժողովուրդը մեր պետությունը քաղեցին։ Ասել է թե հիմա դա ինչ է նշանակում, այդ ինչու է օրինակը բերես, որ հիմա Մոսկվան այլևս չի հավատա, հա։ Ես դժվար եմ պատկերացնում, որ չնայած ոչ մի բան քաղաքականության մեջ չես կարող բացել, բայց դժվար եմ պատկերացնում, որ արդեն քանի այդպիսի օրինակ ունենալու, նախադեպ ունենալու, որ եկել խոսք են տվել, հետո հրաժարվել են իրենց խոստումները կատարելու։ Նույնիսկ էլ եմ ասում, եթե 9-րդ կետն ենք վեկալում երակոմատորին, դու շատ կարող ես, բայց հարցեր կան, որոնք այդ կան, օրինակ նույն դպրոցներ, որ խոսք է տվել, ռուսական դպրոցներ բացը։ Հիշում եք այն տարբեր։ Նույնիսկ դա չի կատարվել, որ ասես դրանից լուրջ անվտանգային վնաս էր Հայաստանին կամ ինչ է փոխելու, չէ, բայց դաժե այդ սիմվոլիկ քայլերից նրանք հրաժարվել են անել։ Հիշում եք ռուսական հերոստալիկների նկատմամբ եւ այլն եւ այլն։ Դա այդ պայմաններում ես դժվար եմ պատկերացնում, որ ռուսական կողմը թույլ կտա իրեն երկրորդ անգամ խաբել, որ ու բացի էլ մենք էլի վերադառնանք։ Փորձի խաբել, պարոն Խալացյան։ Ինքը կփորձի ամեն դեպքում։ Որովհետև իշխանության պահելու համար հաշվի առնելով այդ փոփոխությունները, մենք տեսեք, մենք էլի վերադառնում ենք Տրամփ-Պուտին։ Ես իմ կարծիքով պայմաններից մեկը, որ ռուսական կողմը դնելու է Վաշինգտոնի առջև, դա ճանաչել հետխորհրդային տարածք իր շահերի գոտի։ Ամբողջ հարավային, հա։ Որովհետև տեսեք, եթե մենք հիշում Եթե պահանջել նաև կշարունակեք կանի թե չէ Տրամփ հավանականությունը ինչպիսին է։ Դնելու է լավ։ Չեմ բացառում, որովհետև դա Տրամփը հասկանում է, որ այս ունեք հարավային Կովկասը ինչով է Տրամփին հետաքրքիր։ Ոչինչով, հաստատի։ Նու կարող ասել, գիտեք ինչ, Թուրքիան է, թող Թուրքիան իր հարցերը լուծի, կամ իրենք կարող որոշակի աջակցություն ցուցաբերեն, բայց արդեն այդպես չներգրավեն։ Օրինակ, եթե ուզենային ներգրավեն, տեսեք, այդ փաստաթուղթը Խարատյան ստորագրելուց հետո ռազմավարական գործընկերության ինչ էր ասում, 2-3 շաբաթ հետո գալու են ԱՄՆ-ի հետ սահմանապահներ եւ այլն Հայաստան ուսումնասիրել։ Եկան ամսի կես անցել ու չեն գալու մոտակա ամիսներին, հասկանալի է։ Դա արդեն ցույց է, որ առաջնահերթություն չի։ Ուկրաինական կոնֆլիկտը ինչից սկսավ, որ շատերն են մոռանում, որ փետրվարի 24-ին 22 թվականի դա նախորդում էր Աշտանը 21 թվականի Ռուսաստանի այն պահանջները, որ ներկայացել էին ԱՄՆ-ին եւ ՆԱՏՕ-ին, որ դադարեք համագործակցությունը հետխորհրդային երկրների հետ, ընդհանրապես պետք չի ոչ միայն ընդլայնում, այլ ռազմական համագործակցություն եւ դրանից սկսավ ուկրաինական կոնֆլիկտը։ Հիմա այդ պայմաններում ես դժվար եմ պատկերացնում, որ Ռուսաստանը հետ կանգնի, ասի դե գիտեք ինչ ես կողմ եմ, որպեսզի հետխորհրդային երկրները նույն անվտանգային ոլորտում որտեղ նույն բանը կլինի հետո, հա։ Օրինակ հենց ամենամեծ խնդիրը Ուկրաինայի հետ կապված այս պահին թե այն պահանջները, որ ռուսական կողմը ներկայացնում է, դե հասկանալ է, որ ամբողջությամբ դրանք չեն կատարվել, բայց օրինակ նույն դեմիլիտարիզացիան Ուկրաինայի եւ այլն Տրամփը կհամաձայնվի, ՆԱՏՕ անդամ չդառնալու արդեն համաձայն։ Ու մենք տեսնում ենք մյուս կարևոր հարցից մեկը, որ շուրջ քննարկումն են գնալու։ Հիմա Ֆրանսիան, Բրիտանիան առաջարկում են, ասում են եկեք մենք զորքեր մտցնենք, խաղապահ, բայց նույնիսկ գծում չէ լինելու շփման, բայց թիկունքային գոտիներում։ Բայց դեռ արդեն ռուսական կողմը ասում է, դե փաստացի ստացվում է, դուք ասում եք ՆԱՏՕ-ն չի մտնելու, Ուկրաինան չի մտնելու ՆԱՏՕ, բայց ՆԱՏՕ-ն է մտնում Ուկրաինա, իհարկե դա էլ դրան էլ են դեմ։ Հիմա տեսնենք, ես այդքան միանշանակ կարծիք չունեմ, որ կհաջողվի բանը, որովհետև շատ լուրջ խնդիրներ կան, տեսնենք։ Հարավային Կովկասը, այսինքն չեք բացառում, որ այս գործարք կոչենք եւ այլն, օրինակ Հարավային Կովկասը այդ ամեն ինչի արդյունքում դառնա ռուսական, նու վերադառնա Ռուսաստան, եթե մասամբ հեռացել է, դառնա այդ ազդեցության գոտի, ճիշտ եմ դες հասկանում։ Տեսեք, Տրամփը ինչ անելու, Տրամփը ասում է ես չեմ խառնվելու, բայց կան նաև ուրիշ խաղացողներ, չէ՞, նույն Թուրքիան ու Պարսկաստանը, չնայած Պարսկաստանի հետ Ռուսաստանը քիչ թե շատ լավ հարաբերություններ ունի, մենք տեսանք այդ ռազմավարական գործը։ Ասի դուք Թուրքիան զբաղվեք լավ, այսպես ասեմ։ Այո, կասի ես չեմ խառնում, բայց այդ դա չի նշանակում, չէ՞, որ նա կարող է պարտադել Թուրքիան, որ Թուրքիան չմիջամտի տարածաշրջանի հարցերին։ Բայց արդեն Ռուսաստանի մեջ արդեն մեծ աջակցություն կլինի, որ ԱՄՆ-ն չխառնվի։ Որտեղ տեսեք, նույնիսկ Եվրոպական միությունը իրենից չի կարող մեծ տարածաշրջանում լուրջ ժողովուրդ ներկայացնել առանց ԱՄՆ-ի։
Դա արդեն դա մեծ ձեռքբերում կլինի Ռուսաստանի համար։ Օրինակ ես նախկինում երբ որ քննարկում եք գործընկերներից հետ ռուս-թուրքական հարաբերությունները, որ դժգոհելով որ դուք չեք տեսնում որ նրանք ձեր դեմ են գործում եւ այլն, այնտեղ ասում եմ մենք շատ լավ դա հասկանում ենք, բայց ասում եմ մեր համար շատ կարեւոր է որպես Թուրքիան լինի ինքնուրույն խաղացող, նույնիսկ հասկանալի է որ դա շատ վտանգավոր մրցակից է մեր համար, որը ժամանակ մրցակից, որը ժամանակ գործընկեր, բայց Թուրքիան ինքնուրույն լինի, այլ ոչ թե Թուրքիան որպես ԱՄՆ-ի հավատարիմ դաշնակից եւ կոպիտ ասած սատելիտ, որ դա ավելի մեր համար մեծ վտանգ է ներկայացնում, քան որպես Թուրքիան առանձին։ Ու նույնիսկ մի քիչ ցինիկալ այսպես օրինակներ են բերում, ասում դե ասում մենք Սիրիայում ոնց է։ Մենք ռմբակոծում ենք թուրքերին, իրանք ռմբակոծում են Ասադի բանակին, հիմա ոչ մեկ չի նեղանում, չէ՞ որ վերցրեցին ռուս օթուժը մի քանի տասնյակ թուրք զինվորներ սպանեց եւ այլն։ Նորմալ է։ Իսկ արդեն ԱՄՆ-ի հետ այդպիսի գործընթացներ չես կարող մտնել։ Դա ավելի մեծ վտանգներ սպառնում, օրինակ նույնն Տրամպի, տեսեք, Տրամպը Զելենսկու հանդիպանը ինչ էր ասում, ասում էր Զելենսկու դու խաղում ես 7 համաշխարհային հետ։ Հիմա այն ինչ որ դու ես ուզում, նշանակում մենք պետք է մտնենք ուղղակի պատերազմի մեջ Ռուսաստանի հետ։ Մենք չենք մտնելու։ Պարոն Խրիստյան, ակնարկեցինք ԵԱՏՄ-ի մասով, որ հա կոշտ հայտարարություններ հնչում են։ Որքանով այդ կոշտ հայտարարությունները գործողությունների կվերածվեն, այդ տրամադրությունները Մոսկովյան, այդ կրեմլյան, հա, աշտարակներում ձեր կարծիքով ինչպիսին են։ Ինչու եմ դա հարցնում, որտեղ դա նաև երկկողմանի, հա, սուրել Ռուսաստանը կարող է այսպես վերջնականապես անկախ Հայաստանը կորցնել Հայաստանը։ Կանեն նման բան, կոշտ քայլեր։ Գիտեք ինչ է խնդիրը։ Օրինակ Ռուսաստանում ենթադրում են, որ Հայաստանը գնում է դեպի արևմուտք, նրանք իրենց կարծիքով դա անտրամաբանական է, դա հնարավոր չի, նույնիսկ ցանկության դեպքում տնտեսական։ Բայց այդտեղ մի կարևոր բան ենք բաց թողում, որը Հայաստանում շատ են փորձագետներ խոսում, բայց Ռուսաստանում դեռ այդքան դեռ շատ իրականում իմ կարծիքով Հայաստանը գնում է ոչ թե արևմուտք, այլ դեպի արևմուտք լոզունգների տանք, Հայաստանը գնում է դեպի Թուրքիա։ Դա լրիվ այլ իրավիճակ է։ Օրինակ ես չեմ կարծում, որ ԵՄ կարողանա այդպես լուրջ գործընթացներ սկսել Հայաստանի նույնիսկ միայնակ թե ԱՄՆ-ը, բայց Թուրքիան կարող է, որտեղ նա հարևան երկիր է, նա հարևան Վրաստանի օրինակը։ Եվ դա պետք է Մոսկվայում հասկանալ, որտեղ Մոսկվայում ես գտնում եմ, որ մի կողմից դժգոհ եմ, բայց մյուս կողմից հանգիստ եմ, որտեղ ասում են դա նույն տեխնիկապես հնարավոր չի։ Ինչ անդամակցություն։ Բայց թուրքական վտանգը հաշվի չեն առնում։ Այդ եմ ասում, այդքան ուշադիր չեն այդ վտանգին, որ իրականում դա ոչ թե դեպի արևմուտք է, որտեղ ես էլ եմ համաձայն, որ դա շատ բարդ է լինելու, դա մահացու լինի Հայաստանի տնտեսության համար, բայց դեպի Թուրքիան ավելի հնարավորություն ունի Թուրքիան տնտեսապես ազդելու, կապելու։ Օրինակ տեսեք, ատոմակայանի կառուցման հարցը նույնիսկ կամ գազի մատակարարումը բոլորի համար հասկանալի է, մեզ համոզում են ասում դե Պարսկաստանից կառնենք, բայց մենք տեսնում ենք Ռուսաստան-Պարսկաստան պայմանագիր ենք կնքում, որ Ռուսաստան գազատապ է կառուցի, որ հյուսային շրջանում Պարսկաստանի գազ մատակարարի, ու դեռ հարց է, այդ ծավալները կունենա կամ այդ գինը կողնա։ Բայց արդեն եթե նախկինում ամաչում են, բայց արդեն մի քանի անգամ մեսեջներ ելել է, չէ՞, դե Ադրբեջանից կգնենք գազը։ Ման նույն ատոմակայինը, տեսեք, այս բանին սեղանին դրված է մենակ մի տարբերակ ատոմակայինի, Ռոսատոմի տարբերակը պատրաստ է կոնկրետ գործողությունների գնա կառուցի։ Բայց մենք տեսնում ենք, բացի այդ Հայաստանի իշխանությունները չեն թաքցնում, որ ուզում են ամերիկյան ատոմակայինը սպասում են, բայց դե ռուսերն էլ կարող են մոդուլային, հացը միայն մոդուլային է, չէ՞, դե Ռուսաստանն էլ ունի մոդուլային տարբերակներ։ Բայց մենք հիմա Ռուսաստանի օգնությամբ երկարաձգում ենք ատոմակայանի ժամկետը գործունեության մինչև 2036 կամ 37 թվական, բայց անվերջ դու չես կարող երկարացնել, որտեղ առանց դեռ 70-ականների վերջը կառուցած ատոմակայան եւ այլն։ Ու ես շատ հավանական եմ տեսնում սցենարը, ու մենք այս պայն գնում ենք դեպի այդ սցենար, որ 36-37 թվականին մենք չենք ունենա նոր ատոմակայան, որտեղ ատոմակայանը մի տարվում 2-3 տարում չեն կառուցում, դա շատ թանկ եւ երկարաժամկետ այսպես պրոյեկտ է։ Մենք առանց ատոմակայանի կլինենք այդ պայմաններում, եթե այս իշխանությունները մնան, ասում դե գիտեք ինչ ստիպված ենք Թուրքիայից եւ Ադրբեջանից էլեկտրոէներգիա, էներգակիրներ գնենք, որտեղ այդ դեֆիցիտը որ առաջացել է էլեկտրոէներգիա, մենք չենք Լարսն էլ որ խնդիր առաջանա, մարգարան կբացենք, դա էլ կլինի այլընտրանք, ճիշտ եմ դες հասկանում, այդ լոգիկան շարունակելով։ Հա, բայց այստեղ հարցը ինչ ես դու ծախելու Թուրքիա։ Գյուղմթերք, Թուրքիան իր գյուղմթերք, նույնիսկ հիմա նույնիսկ հայկական շուկայում հայտնվում իրենց գյուղմթերք, ու չասենք Ռուսաստան եւ այլն։ Այսինքն կարճ ասենք կոպիտ Ռուսաստանը դրա ժամանակը չունի, դա չի, այսինքն չի վախենում մի քիչ կորցնել Հայաստանը, դա չի հետաքրքրում, դա է մի քիչ անհասկանալի է հայ հանրության մեջ այդ սինդրոմը։ Ինքը ռուսական քաղաքականությունը ունի իր սպეციფիկան, նույնիսկ հաճախ Հայաստանում ասում են դա հատուկ է, կարծում եմ որ շատ բաներ հատուկ է անում։ Ես միշտ օրինակն եմ բերում Ուկրաինայի։ Այն ինչը բերեց այս պատերազմին 10-20 տարի առաջ մարդիկ խոսում են որ այս քայլերը, որոնք այն քաղաքականություն որ իրականացնում է, բերել պրոբլեմների լուրջ։
Իսկ Ուկրաինայի նշանակությունը Ռուսաստանը իհարկե ընդունենք, որ շատ քնած էին, այսինքն ուշադրություն չէին դրել, ճիշտ եմ կարծում էին, որ իրանք կարծում են դե հիմա մարդիկ պետք է իրենց շահերով պետք է առաջնորդեն, բոլորի համար հասկանալ, չէ՞, տնտեսությունը շատ սեր կապված է, նու փաստացի նույն ազգն է, բարեկամական կապը եւ այլն, ընդհանուր հավատք, թե ոնց կարող են ուկրաինացիները մեր դեմ կամ չեն հասկանում, որ իրենց վնաս է լինելու, բայց տեսանք որ եղավ։ Մինչև այդ Վրաստանը եւ այլն, բայց Ուկրաինայի պարագայում տեսեք, օրինակ ես փորձագետներից եմ խոսում, ռուս, որոնք 14, նույնիսկ 14-15 թվականին ասում են, որ այն ժամանակ է հացը պետք է լուծել, որ հացը այն ժամանակ շատ հեշտ կլուծվեր Ուկրաինայի ու իրանք ոնց որ կանխատեսում են, ասեն մի քանի տարի հետո լինելու է պատերազմ, եւ արդեն շատ լուրջ պատերազմ է լինելու, այդքան հեշտ ու այդ հացը չես կարողանա փակել։ Հիմա նույնը Հայաստանում է, այն խնդիրները, որոնք մի քանի տարի առաջ Ռուսաստանը շատ ավելի հեշտ կարա լուծել, այժմ շատ բարդ է լինելու, անկանխատեսելի արդյունք է լինելու, նույնիսկ հասկանալով, օրինակ փորձագետները հասկանում են, չէ՞, օրինակ նույն տնտեսության համար ինչ վնասներ կլինեն եւ այլն, անվտանգային եւ այլն, բայց հասարակությունը կարող է լրիվ այլ ընտրություն անել։ Հասարակությունը այդպիսի ռացիոնալ բաներով չի առաջնորդվում։ Այսինքն Հայաստանի մասով են հանգիստ եղել, որ հա մեր ավանդական գոտին է, բարեկամ ենք եւ այլն։ Մենք օրինակ բերեմ, օրինակ հաճախ քննարկում ենք Հայաստանի իրավիճակում, իրանք այսպիսի թեզ է գնում, հա բայց չեն հասկանում, որ տնտեսությունը մեր հետ կապված է, ինչ վնասներ կլինի եւ այլն։ Հույսը դնում են այստեղի հասկացում։ Բայց իրենց հաց եմ տալիս, ասում իսկ Վրաստանի կամ Ուկրաինա տնտեսությունները պակաս են կապված Ռուսաստանի հետ, բայց ո՞նց եղավ կոնֆլիկտը, որ պահը գալիս է, երբ որ իշխանությունը որոշում է, որ պետք է խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ, նույնիսկ հակը ռուսական քաղաքականություն վարել, այդ տնտեսական կապը եւ այլն վնասները կանգնեցել են այդ ինչու Վրաստանը ինչ կանգնեցին Սաակաշվիլի օրոք, Ուկրաինային։ Օրինակ նույն Վրաստանի օրինակը մեր ամենահետաքրքիր մեր պետք է լինի Վրաստանի օրինակը, չնայած շատ նմանություն ունեն նաեւ Նիկոլ Փաշյան եւ Զելենսկու անձնավորությունները, բայց Վրաստանի օրինակը տեսեք 5 տարի այդ դա պետք է լսեն այն մարդիկ, ովքեր հիմա մեզ համոզում են գնալու են ԵՄ եւ ամեն ինչը։ 5 տարի վրացական ապրանքների մուտքը ռուսական շուկա արգելված է 2007-ից նույնիսկ պատերազմից առաջ մինչև 12 թվականը։ Հա բոլորը համար հասկանալի է, որ եվրոպական շուկան շատ լավն է, հարուստ է, մեծ է եւ այլն։ Հիմա հաց, երբ որ դու ունես ասոցիացիան համաձայնագիր Եվրոպական միության հետ, այդ ազատ առևտրի գոտիով, երբ որ քո համար նույնիսկ Ռուսաստանի շուկան է փակ, իսկ ինչու վրացական ապրանքներ չկարողացան։ Իսկ շատ նման է, չէ՞, շատ բան։ Եվրոպական շուկայում ինչու է գինու մեծ մասը առյուծի բաժինը գնում Ռուսաստան, բորժումին գնում է Ռուսաստան, գյուղմթերք եւ այլն։ Դե թող գնա Եվրոպա, ազատ առևտրի գոտի է, որտեվ բացի այդ ազատ առևտրից կա նաեւ ավանդական շուկա հասկացություն։ Օրինակ հայկական կոնյակի համար դա Ռուսաստանն է, մեր գյուղմթերք եւ այլն։ Եվրոպայում իրենը կա։ Հիմա նույն Ուկրաինայի օրինակը ծույն են արտադրում լեհերը, հիշում եք, լեհերը, սլովակները, ռումինացիները, լեհերը, որ ամենամեծ աջակցություն են ցույցել Ուկրաինային, ինչ ֆերմերները ինչ բողոքին անում եւ պարտադրեցին, որ Ուկրաինան խոստում տվեց, որ դա Եվրոպական միություն չի գնալու, այլ երկրներ փորձեն տանել եւ այլն։ Հիմա մեծ Իրանը կամ դերձը որ գնա Եվրոպական միություն, ինչ Իտալիայի, Հունաստանի կամ Իսպանիայի ֆերմերները այդպես շատ ուրախ են լինելու։ Այսինքն, եթե այս թեման ամփոփենք ու վերջին հարցը դες տամ, Ռուսաստանում ոչ թե մտահոգված չեն, այլ ամբողջ խորությամբ զես չեն ըմբռնում, այդքան չեն խորացել, որ ինչ կլինի դրա հետևանքը, Հայաստանի գնալը չեն մտածել։ Խնդիրն նրանում է, որ մի կողմից իրենց սպეციფიკան հաշվի առնելով նրանք կընտրում են մեկ կարևոր հացը եւ հացը լուծում են այսպես հերթականությամբ, ոչ թե ամբողջ միանգամից բոլոր հացը, օրինակ ԱՄՆ-ն տարբերություն դա ԱՄՆ-ն նաեւ ինչով է առանձնանում Ռուսաստանից, որ այսպես ավելի ռազմավարական այսպես կանխատեսումներով է առաջնորդում, ավելի երկարաժամկետ ծրագրերով, Ռուսաստանում այդ հաշվառնելով անընդհատ խնդիրներ, հա, դա թույլ է տալիս երկարաժամկետ խաղալ, որտեղ դու գիտես, եթե դու այս պահին պարտվես, այդ փափուկ ուժը գործիքակազմը քեզ թույլ կտա մի քանի տարի ոնց որ ռևանշի գազ վերականգնես։ Ռուսաստանը այդ փափուկ ուժը չունի եւ դա հաճախ դա ստիպում է իր անընդհատ դիմել կոշտ ուժի, որը ըստ իրենց շատ արագ է տալիս արդյունք, ավելի էֆեկտիվ է, որովհետեւ հասկանում են, որ փափուկ ուժի գործիքներով չեն կարող մցակցել օրինակ նույն արևմուտքի հետ։ Չնայած հիմա դրա վրա էլ են ուշադրություն դարձնում։ Բայց եւ ամենակարևորը իրենց խնդիրն է, որ նրանք անընդհատ առաջնորդում են այն գաղափարով, հաճախ օրինակը բեցի տնտեսության հետ, որ դե հիմա այդ երկրի իշխանությունը ոչ չի գործելու իր երկրի շահերի դեմ։ Անընդհատ ոնց որ նույն սխալ իմ կարծիքով անընդհատ նույն սխալը կգնում, որովհետև մենք տեսնում ենք, որ այո, աշխարհության կանխավարկած չեն ուզում դիտարկել։ Բայց աշխարհում մենք տեսնում ենք հաճախ է լինում, որ երկրի ղեկավարությունը դա ոչ միայն Հայաստանը վերաբերում, առաջնորդում են ոչ թե իրենց երկրի շահերով, այլ ուժային կենտրոններից եկող հրահանգներով կամ մեսիջներով։ Եվ վերջում 21 թիվը հիշեցիք,
էլի է սպասվում ընտրություններ։ Ենթադրենք արագ ավարտվում է Ուկրաինայում կոպիտ ձեռքերն ազատվում են։ Արդյոք Ռուսաստանը էլի կպահի այն 18 թվի դիրքորոշումը 21-ի, որ ես չեմ խառնվում ներքին գործերին եւ այլն, թե այս անգամ կարող է, օրինակ մասնավորապես իշխանափոխության հարցում դեր խաղալ, ունի արդյոք նախընտրած տեխնացու ուժեր կամ տեխնացուներ Հայաստանի ընդդիմության մեջ ավելի պրոակտիվ արդյոք կլինի, ինչ եք կարծում այսօրվա իրավիճակում։ Իսկ տրամաբանությունը հուշում է, որ պետք է լինի պրոակտիվ, որտեղ մենք տեսանք, որ նախին քաղաքականությունը ինչ հենց Ռուսաստանի համար բացասական արդյունքներ բերեց եւ ոչ միայն Հայաստանի թափեցում կրկին այն միտն եմ կրկնում, որ ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ Հայաստանը նաեւ պարտադում է Ադրբեջանին համագործակցել Ռուսաստանի հետ, նաեւ Ադրբեջանի հետ հարաբերությունները օգնում Ռուսաստանին, բայց մյուս կողմից ռուսական սպეციფიკան իմանալով չեմ բացառում, որ կարող է այդ կամ չուզենան կամ ոչ էֆեկտիվ այդ իրենց քաղաքականությունը փոխեն իրականացնեն, բայց դա միշտ վտանգը կա, որ նույն Ուկրաինայի օրինակն եմ ձեզ բերում, որ երբ որ դու բաց ես թողում սխալներ ես անում եւ իրավիճակը գալիս է մի կետի, որից հետո փոխում են շատ կոշտ միջոցներով իրավիճակը ուղղել։ Բայց չեմ կարծում, որ Հայաստան-Ռուսաստան պատերազմ կլինի, բայց նույն տնտեսական խնդիրները եւ այլն, գազ եւ այլն փոխեն իրենց, օրինակ նույն Աբխազիայում եղավ, Աբխազիան էլ է շատ հետաքրքիր օրինակ, հիշում եք այն հոսանքը, ասացին, եթե դուք հաշվի չեք նստում մեր շահերի հետ, դե մենք իսկ իրանք ամբողջությամբ ապահովում են Աբխազիայի բյուջեն եւ այլն, ասին ոչ հոսանքն ենք տալու էժան գներով, ոչ էլ աշխատավարձ ենք, եթե դու ինքնուրույն եք, անկախ եք, դա այդ էլ կա։ Անկախ եք, ուզում եք, օրինակ, տեսեք, շատ են քննարկում ռուսները ինչու sense հանգիստ սահմաններից են դուրս գալիս եւ այլն, բայց ու անընդհատ մեղադրում են Ռուսաստանին, որ նա չի հարգում Հայաստանի սուվերենությունը, բայց Հայաստանի իշխանությունը ինչ ասում են լավ։ Ձեր սահմանն է, չեք ուզում։ Հանգիստ կտանք ձեզ, ինչ ուզում եք կարեք։ Հիմա կկարողանաք, չեք կարողանա, հիմա ձերն է։ Հիմա նույն տնտեսության եւ քաղաքականության մեջ էլ այդ վտանգ, ոչ թե վտանգ կա, այլ ռիսկ կա, որ եթե չկարողանան ուղղել սիտուացիան, կան հակառուսական ուժեր, Ռուսաստանը կասի դե հիմա ինչպես դուք ասում եք մենք վատն ենք եւ այլն, դե եկեք հիմա այդ վատով աշխատենք ձեր հետ։ Գազը կամ շուկայականից մի քիչ ցածր գնով, խնդիրներ հայ արտանողների համար Ռուսաստանի դա շատ հեշտ է կազմակերպել վերին լացը եւ այլն, բայց ես հույսով եմ, որ մենք դրան չենք հասնի, որ ի վերջո թեստեր իշխանափոխություն կլինի, կգան մարդիկ, որոնք ավելի խելամիտ արտաքին քաղաքականություն կվարեն, դա չի նշանակում, որ մենք ամբողջությամբ եկա ռուսական վարելու, բայց դու պետք է հաշվի նստես հենց քո երկի առաջնորդություններից, ռիսկերից եւ դա ես միշտ օրինակ Ռուսաստանում այն բանն եմ ասում ցանկացած հայ ղեկավար, որը առաջնորդվելու է իր երկրի շահերով, նույնիսկ եթե դա չսիրի Ռուսաստանը, նա փորձելու է նորմալ հարաբերություններ կառուցել Ռուսաստանի հետ։ Դա պետք է հասկանալ, որ ցանկացած հայրենասեր կամ Հայաստանի շահերով առաջնորդող իշխանություն փորձելու է նույնիսկ չսիրելով այն ոչ սիմպաթիա կամ անտիպաթիա ունելով Ռուսաստան, փորձելու է նորմալ հարաբերություններ, գոնե գործնական նորմալ հարաբերություններ կառուցել Ռուսաստանի հետ։ Այսինքն էլի տրամաբանությունը ասում եք հուշում է որ լինեն, բայց դժվար թե լինեն, այս բaragam թողնեն ինքնահոսի, հա ճիշտ եմ հասկանում, ինք իրեն լինի, որովհետև Հայաստանի ներքաղաքական դաշտում բանում կա այտենց սպասել որ ոնց որ թե ինչ որ ուժերի կամ որ իրենք են իրենց այդպես ներկայացնում որ գիտեք Մոսկվայից դավադրապաշտական բաներով տեսություն կոնսպիրոլոգիա։ Տեսնեք, գիտեք ինչ հիմա ես չեմ կարող ես ոչ Կրեմլի հետ այդպեսի կապ ունեմ, ես կարող եմ այն վերլուծել այն հայտարարությունները կամ իմ գործընկերների հետ քննարկումների արդյունքով որ հասկանում ես մոտապես ինչ դրամատուրգություններ կան։ Ինձ թվում է դա ավելի բաց կդառնա ընտրություններից առաջ։ Եթե Մոսկվան ուզենա ցույց տա որևէ ուժի աջակցում է կամ այլն, տեսնենք արդեն ընտրություններից առաջ։ Չնայած դա կրկնեմ, դա այդքան էլ բնորոշ է Ռուսաստանին։ Միայն օրինակ այն դեպքերում է լինում, օրինակ տեսեք Մոլդովայում, երբ որ բացահայտ հակառուսական տեխնացու է, բացահայտ։ Եվ այդ պարագայում կոնկրետ տեխնացու Դոդոններ, հիմա այլ տեխնացուներ են ցույց է տալիս սիմպաթիա։ Օրինակ այս վերջին ընտրությունների ժամանակ նույնիսկ դա էլ չարեցին, բոլորը հասկանում են, որ Ռուսաստանը չի ուզում սանդուի հաղթանակը, բայց որպեսզի չխանգարեն իրենց կողմից ավելի նախընտրելի տեխնացուին, Ստանօղլուին, օրինակ այսպեսի բացահայտ ցույց չեն տալիս, որ դա մեր տեխնացուն։ Ասում են, չէ, բայց ասում են Ստանդում վատնա։ Այստեղից ենթադրությունը դրանով ավարտենք, որ Նիկոլ Փաշինյանին դեռևս բացահայտ հակառուսական չեն համարում Մոսկվայում։ Նա տեղ ինչ որ բաներ է։ Ասենց ասեք, ամենաբարձր մակարդակով չեն գնում, որովհետև այդ հայտարարելը նշանակելու արդեն կոնկրետ քայլ է, դու չես կարող։ Անդադ ասում են, Պուտինը խիչ ասում։ Հիմա եթե Պուտինը կանգնած սես քննադատել,
Ինչպես օրինակ Զելենսկուն։ Դա նշանակում է, որ բոլոր կամուրջները արված են։ Օրինակ նույնը Տրամպը, հիշում եք, Զելենսկուն էր փորձում բացատրել, որ իասլով բիզնես, բայց քաղաքականությունը այդպես չի բան, դու չես կարող կանգնել մարդուն բաց այդ վիրավորել, հետո կանից ասած լավ, դե արի մի հատ ուրիշ տեղը համագործակցենք։ Դա այդպես չի լինում։ Նույնն էլ Ռուսաստանում իմ կարծիքով միայն այն ժամանակ կարող են գնալ այդ քայլերը, երբ որ արդեն ամբողջությամբ ընկալվի որպես դա հակառուսական ու գտնեն, որ արդեն պետք է կոնկրետ իշխանափոխության քայլերի գնալ։ Միայն այդ պարագայում։ Պուտինի մակարդակով հնչի, ոչ թե որտեղ եթե այդպիսի հայտարարություն հնչի, դա նշանակում է հետնանջի ճանապարհ չկա։ Քանի դեռ չի հնչել, ուրեմն դեռ կապ։ Բայց էլ եմ ասում, այն որ չեն վստահում, գտնում են որ դա հակառուսական, դա բացահայտ է, բայց իմ պատկերացում դեռ հասկացություն չկա ոնց կարելի է խնդիրները լուծել։ Նույն Ադրբեջանի հետ, Հայաստանի հետ իրենց ամբողջ մոտեցումը այս բան ինչքան ես հասկանում եմ, որ ուկրաինական պատերազմը միջետ էլ է, 1 տարի, 2 տարի առաջ էլ են ասում, որ ավելի դժվար պայմաններ իրենց համար, հիմա ակնհայտ է որ հաղթում են իրենք։ Իրանք ասում են ու քննարկում են, ասում են այս բանը կարևոր չի Փաշինյանը Ալիևը ինչ են ասում կամ անում, որտեղ եթե Ուկրաինայում մենք հաղթում ենք, լրիվ այլ իրավիճակ է լինելու, լրիվ այլ կերպ են իրանք վերաբերվելու մեր առաջարկներին, մեր հետ համագործակցությունը։ Բայց ես եթե մենք պարտվենք, ամենակիչը մեզ հետաքրքրել է թե Հարավային Կովկասում ինչ է կատարվում։ Շնորհակալ եմ։ Հիշեցնեմ կիզակետում այսօր հայ-ռուսական հարաբերությունների վերլուծությամբ Հայկ Խալաթյանն էր, կիզակետի թողարկումները շատ էլ տեսանյութ է դիտելու համար առաջարկում եմ բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։ Կհանդիպենք։